փոխկապվածությունը արտաքին աշխարհի հետ արտաքին անվտանգության ապահովման հաջորդ գործիքն է։ Այս գործոնը թույլ է տալիս, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որ նրա անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնան բազմաթիվ այլ, այդ թվում հարևան երկրների համար եւ ընդհակառակը, որի անկայունությունը որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի եւ միջազգային հանրության կողմից։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ սրանից բխող տրիպ նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար եւ մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա։ Սա էլ է շատ կարեւոր նյուանս։ Անվտանգությունը ինչ է դա կապված։ Եվ մենք մեզ հարց պիտի տանք։ Իսկ եթե Աստված չանի Հայաստանի հետ մի բան այն չլինի, ում աշխարհում դա հետաքրքրելու։ Ես գիտեք ինչ անկեղծ ասեմ, ես միջազգային մամուլին հետևում եմ միշտ, եւ ինձ համար շատ տարակուսելի էր, որ օրինակ մեր կոնֆլիկտային իրավիճակները, էսկալացիաները շատ հպանցիկ էին լուսաբանվում միջազգային մամուլում, շատ հպանցիկ։ Դրա պատճառն է, որ մեր երկրի անվտանգության խաթարումը աշխարհում ոչ մեկի կյանքում ոչ մի բան չի փոխում։ Գիտեք ինչու։ Աշխարհի շատ քիչ մարդկանց կարիքներն են բավարարվում, օրինակ Հայաստանով անցնող ապրանքների միջոցով։ Ես մայրաքաղաքներում ես մտածումների ժամանակ մտնում էի այդ երկրների սուպերմարկետներ, ասում եմ ուզում եմ գտնեմ այստեղ ապրանք, որը Հայաստանի տարածքով է եկել հասել այս երկրի սուպերմարկետ։ Ու ես բնականաբար չէի գտնում այդպիսի ապրանքներ։ Հիմա հարց կարածակ, ինչ կապ ունի սուպերմարկետի ապրանքը իմ ասածի կամ Հայաստանի անվտանգության հետ։ Իսկ կապը հետևյալն է, երբ որ Հայաստանով ապրանք անցնում եւ հասնում այդ սուպերմարկետ, եւ երբ որ հանկարծ ինչ որ բան է տեղի ունենում եւ այդ սուպերմարկետում այդ ապրանքը պակասում է, այդ երկրի քաղաքացին սկսում է դժգոհել իր երկրի իշխանությունից։ Ներքաղաքական խնդիրներ են տեղի ունենում, որովհետև քաղաքացին ասում է ոնց այս իշխանությունը չի կարող ապահովի, որ մեր սուպերմարկետում SSS ապրանքները տեղում լինեն։ Եվ այս ներքաղաքական ճնշումը ստիպում է այդ երկրների, իմ խոշոր երկրների մասին է խոսքը, ղեկավարներին հոգ տանել այդ հաղորդակցության ուղիների անվտանգության համար, որպեսզի իրանք ներսում խնդիրներ չունենան։ Եթե մի երկրի տարածքով ոչ մի ապրանք ոչ գնում է, ոչ գալիս է, այդ երկրի հետ ինչ էլ տեղի ունենա, որևէ մեկը դա չի նկատելու։ Եվ սա ֆունդամենտալ խնդիր է, որը մենք հաշվի չենք առել որպես անվտանգության ապահովման գործոն։ Նույնն էլ ապրանքների միլիարդների ապրանքաշրջանառություն է տեղի ունենում եւ տրիլիոնների եւ բազմաթիվ երկրներ տրիլիոններ եւ միլիարդներ են աշխատում այդ ապրանքաշրջանառության արդյունքում։ Ու նրանք բոլորը մտահոգված են, որ այդ ապրանքաշրջանառության ճանապարհները գործեն անվտանգ եւ ապահով, որովհետեւ եթե այդպես չլինի, իրանք միլիարդներից կզրկվեն։ Եվ պլյուս ներքաղաքական խնդիրներ կունենան։ Եվ հետեւաբար սա է անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից մեկը, եւ այդ թվում տրիպ նախագիծը նրա մասին է, որ Հայաստանով սկսեն հոսել գլոբալ նշանակություն ունեցող ապրանքներ, որ կոպիտ ասած լինեն շատ ազդեցիկ կենտրոններ, որոնք շատ կներեք տենց մի քիչ կենցաղային լեզվով ասում, որ դողան Հայաստանի անվտանգության վրա, ասեն հանկարծ այնտեղ մի բան չլինի, Հայաստանի եւ տարածաշրջանի, այնտեղ մի բան չլինի, որովհետեւ մեր մատակարարումների շղթաները կընդհատվեն։ Եվ սա է անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոնը, որը մենք անվանում ենք փոխկապվածություն։